Ժորժան, դուք եք մտնում 20-30 հազար դրամով ասենք խանութ, ոչինչ չեք առնում ու դուրս եք գալիս։ Առաջ 20-30 հազար դրամով մտնում էինք, գոնե մի 3-4 օրվա ուտելիք առնում էինք, դուրս էին գալիս, եթե իհարկե մեծ ընտանիքի մասին չի խոսքը։ Հիմա 20-30 հազար դրամով մտնում ես, տեսնում ես 2 օրվա ուտելիք անգամ չես կարողացել առնել։ Նայում ես ինչ ես լավ առել, այստեղ 10,000 դրամի ամենաշատը բան պետք է առածելես, չէ, մի 30,000 դրամ։ Այսինքն ամենօրյա ռեժիմով արդեն մեր մոտ գնաճ է։ Հիմա Հայաստանում արդեն գոյատևելն է ճոխություն, հասկանում եք։ Հիմա եթե կոմունալներն էլ ձմեռը, հա, պետքա որ շատ վճարենք, դա նշանակում է, որ ինչ, թոշակառուն օրինակ 36,000 դրամով թոշ կարող է կոմունալ ձմեռվա վճարել, եթե մի քիչ լավ տաքանա, իհարկե չէ, բայց կոմունալը վճարի այդ մարդը, դեղորայք առնի այդ մարդը, սնվի, հիգիենայի պարագաներ եւ այլն, այսինքն մարդը, չէ, փորձում է մի բան անի, որ գոյատևի, չէ, գնաճ, բայց աշխատավարձերը, եկամուտները մարդկանց չեն աճում, այսինքն չեն համապատասխանում այն գնաճին, որը կա, եւ սա ուղիղ կառավարության պարտականությունն է, սա խոսում է մեր տնտեսության հիվանդ լինելու մասին, երբ մարդու եկամուտները չեն աճում, բայց գնաճը տեղի ունենում ամենօրյա ռեժիմով։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն ու ասում եմ հետեւյալը. Հայաստանում 100, 200, 300 ընտանիք է լավ ապրում, մնացածները գոյատևում են։ Սա է իրականությունը, չկա առհասարակ միջին խավ։ Մարդկանց աշխատացնում են, աշխատավարձը նորմալ չեն տալի, աշխատացնում են քիչ աշխատավարձ են տալի, հետ հաշվարկ չեն անում, երբ բան են անում, հանում են մարդուն գործից, արձակուրդային չեն տալիս, ժամերը ավելի շատ են աշխատացնում, հավելյալ գումար չեն տալիս։ Սա կառավարության թիվ 1 գործառույթն է, այս խնդիրը լուծել։ Ժորժան, մենք բոլորս պետք է պայքարենք, արդեն էլ տեղ չկա չպայքարելու, մենք բոլորս պետք է միահամուռ կերպով այս հարցերը բարձրաձայնենք, այս հարցերը խնդրում տարածեք այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում, թող տեսնեն մենք որքան շատ ենք, մենք պահանջատեր ենք ու միջևերջ պետքա պահանջատեր լինենք, որ այս հարցերը լուծվեն։ Հերիք է, ժողովուրդն է որոշում, ժողովուրդն է իր ճակատագիրը որոշողը եւ ժողովուրդը չպետք է լռի։ Ժորժան, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ էջին։